Բարի օր, հարգելի հայրենակիցներ, այսօր ներկայացնում եմ մեր տնկանյութի մի տեսակի տոսախ մշտադալար, բոլորին հայտնի է որպես սամշիտ։ Եվ մի հետաքրքիր նորություն ասեմ ձեզ, հեռվում երևացողները ծաղկացը դա դեղցենի է, սա Մորգաձև Տույանների երիտասարդ 2 տարեկան տնկիներն են։ Հիմա տոսախի կամ սամշիտի ամենացրտադիմացկուն մի տեսակն եմ ցույց տալու, տեսեք, սա ուռուցիկ տերևներով տոսախն է, տեսեք տարբերությունը տերևի, շատ և խոշոր է ավելի և տեսեք ինք ուռուցիկ է տերևը, շատ հեշտ է տարբերում, ամենացրտադիմացկուն տոսախն է, ես սամշիտ ասեմ, որպեսզի շատ տարբերություն չզգաք, ունենք երիտասարդ տնկանյութ բավականին մեծ քանակ, իսկ սա սովորական կոչվողն է մշտադալարը, տեսեք ես հիմա տերևը համեմատեմ, սա ուռուցիկ տերևովն է, ցույց եմ տալիս, սա սովորական կանաչ։ Ուրեմն ցրտադիմացկուն տեսակը, որ ասում եմ, ես ուռուցիկ տերևով ներկայացնում եմ, սա մենք փորձել ենք Գյումրիում եւ շատ լավ արդյունք ենք ստացել, այսինքն այն ցրտերը, քամիները, որոնք լինում են Շիրակում, սրանք շատ լավ քննություն են բռնել, այսինքն ցուրտ տեղերի համար կարող ենք օգտագործել այս տեսակը, այս մյուս տեսակը սովորական համարվողը, այսա, սա Գյումրիում չի դիմանում, նույնը Գեղարքունիքում չի դիմանում, տոսախը օգտագործվում է շարքերով, խմբերով և առանձին տնկումներով, նաև ես հիմա մոտենանք գնդաձև տոսախին, սամշիտին, որի իսկական գիտական անվանումը այդպեսին չէ, գիտական անվանումը մանրատերև տոսախ, սրանք շատ լավ սոլիտեր են դառնում, այսինքն առանձին տնկումներում, տերևները շատ մանր են, ես կարելի է օգտագործել նաև գեղեցիկ շարք ստանալու համար, այստեղ գիհիներն են, սրանք արդեն հետո համեքի համար առանձին փոքրիկ հոլովակ կպատրաստենք, սրանք կերասներ են, մյուսներում և դեղցերն են, և նեկտարինը, նաև կարճ մի թեթև ցույց կտամ, բարիս գծոխուր ծորենի
Սատունբերգի բարբարիսն է դերևս չի լրիվ չի բացվել, տերևները լրիվ չեն բացվել։ Նորից ցույց եմ տալիս ցրտադիմացկուն դոսախը։ Այսպես այսքանով ավարտենք։